Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, երեկվանից օտար երկրյա գործակալ, կներեք պետք է անցնեմ երևի նոր պետական լեզվի, ինաստրաննի ագենտ, ամենայն դեպս ապրիլի 16-ին 2026 թվականին, հենց այսպես բնութագրեց ինձ և իմ նմաններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն ըստ Նիկոլ Փաշինյանի, ես և իմ նմանները, բայց խոսեմ իմ անունից, 63 տարի Հայաստանում ապրած, 2 զավակ և 3 թոռ մեծացրած, 2 պատերազմի մասնակցած, 2 տասնյակ ֆիլմեր նկարած իմ հայրենիքի պատմության և մշակույթի մասին, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, որը նախաձեռնել էր Եվրամիության անդամակցության մասին օրենքը և ընդունել տվեց դա, ես մեջբերում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեկն եմ նրանցից, ովքեր խոչընդոտում են հայ-ռուսական դարավոր բարեկամության և համագործակցության ավանդույթները և հետևաբար, ըստ նրա, ես ինաստրաննի ագենտ եմ։ Այդ երկու խոսքերը նա արտասանեց ըստ երևույթի նոր պետական լեզվով։ Հիշում եք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը, այնտեղ մի հայտնի դրվագ կա, որի ավելի ճիշտ, մի խոսքը, ընդամենը մի խոսքը, հիշեցի ակամա, խոսքս Կռվի տեսարանի մասին է, երբ Խորեն Աբրահամյան, Ազատ Շերենց, Մհեր Մկրտչյան և Սոս Սարգսյան դերասանները կատարելով հովիվների և Սոսի դեպքում ոստիկանի կերպարները կռվի են բռնվում և ինչ-որ պահին Սոս Սարգսյան հիշելով, որ նա ոստիկան է, ասում է վերջացրեք, վերջացրեք, գլխարկն է հագնում, ոչ ոք չի լսում և նա հանկարծ ասում է «Отставить», ռուսերեն է ասում։ Եվ այդ պահին բոլորը սառեցին և կռիվը դադարեց, որովհետև նա անցավ պետական լեզվի։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա պես մարդկանց ենթագիտակցության մեջ սա շատ խորն է նստած, ահա ինչու նա անցավ ռուսերենի այս դեպքում։ Մենք 200 տարի առաջ դարձանք Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի գաղութ, մեզ դա ներկայացրեցին որպես ազատագրում և 1828 թվականից 12 տարի անց 1840 թվականին փակեցին հայկական դպրոցները և եկեղեցին, ջնջեցին քարտեզից Արմենիա բառը, Արմյանսկայ օբլաստ, և կտրեցին մեր երկիրը Երևանսկայ գուբերնիա և մի քանի այլ գուբերնիաների։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի հիմնական զբաղմունքն էր Հայաստանի ինքնության, մշակույթի, կրոնի, հավատքի, երազանքի ոչնչացումը, մեր պատմության, մեր մշակույթի, մեր ինքնասիրության, մեր արժանապատվության, մեր ինքնության ոչնչացումն էր։ 30-ական թվականներին մարդկանց Ստալինի օրոք, 20-րդ դարի 30-ական թվականներին, Ստալինի թեթև ձեռքից առաջացավ օտար երկրյա գործակալ, ժողովրդի թշնամի, դաշնակ շուն, ես երբեք դաշնակ չեմ եղել և շատ բարդ հարաբերություններ ունեմ այդ կուսակցության հետ, բայց ես բերում եմ պատմական օրինակները, և օտար երկրյա գործակալ այդ բառը հանկարծ հիշեցին մոտավորապես 10-15 տարի առաջ արդեն Պուտինի օրոք։ Պուտինը 2011 թվականին իր երկրորդ, թե երրորդ արդեն ժամկետի ընթացքում, երբ որ նա փոխարինեց Մեդվեդևին, սկսեց օգտագործել օտար երկրյա գործակալ եզրույթը և սկսվեցին անվանափոխումներ,
գաղափարական փոփոխություններ, ձերբակալություններ, ջնջվում էին Անդրեյ Սախարովի, Գալինա Ստարավոյտովի սպանված, բազմաթիվ ազնիվ, անկեղծ, ազնվական մարդկանց անունները հիշատակը և վերադառնում էր սովետական կայսրությունը։ Այն կայսրությունը, որի դեմ կռվում էին Նժդեհը և Դրոն, Զատիկյանը, որի դեմ էր Արցախյան շարժումը և մեր փայլուն հաղթանակը, որի դեմ մենք վերստեղծեցինք մեր անկախ հանրապետությունը, որ չգիտեմ ինչու անվանեցին երրորդ։ Իրականում Հայաստանում կար ընդամենը մեկ, առաջին հանրապետություն, մնացածը արդեն սովետական, իսկ հետո ռուսական գաղութի կեղծանուններն են։ Երկրորդ հանրապետություն, երրորդ հանրապետություն, հիմա արդեն չորրորդ հանրապետություն։ Ես հիշատակեցի Նիկոլայ, կամ ինչպես հայերեն ասում են, Նիկոլ թագավորի, ցարի առաջին փորձը ոչնչացնել հայկական ինքնությունը, եկեղեցին, դպրոցները 1840 թվականին։ Նիկոլը երկար չապրեց դրանից հետո 1855 թվականին կրելով Ղրիմի պատերազմում խայտառակ պարտություն և հաջորդ տարի մահանալով։ Նիկոլայ երկրորդը փորձեց նույնպես փակել հայկական եկեղեցիները, դպրոցները 1903 թվականին։ Կազակները մտան Էջմիածին, փորձում էին թալանել Գանձարյանը, դա էլ չստացվեց։ Ավելին, հայերը, դա քիչ է հայտնի, բայց ասեմ ձեզ, որ արդեն 1903 ու 4 թվականներին Կարսից մինչև Բաթում ու Բաքու հայկական համայնքներում սկսվեց այնպիսի դիմադրություն, որոշ դեպքերում զինված դիմադրություն, օրինակ Սանայինում գյուղացիները հավաքվեցին և Սանային ու Աղբատ վանքերը պաշտպանում են 200 կազակներից մի ջոկատից և պաշտպանեցին, ասեմ ձեզ։ Սկսվեցին մահափորձեր, Դրոն դրանցից առաջինն էր իրականացրել իշխան Նակաշիձեի դեմ Թիֆլիսում։ Դա դա նահանգապետ էր, իսկ ևս մեկ փորձ արվեց, մահափորձ իշխան Գոլիցինի դեմ, և պետք է ասեմ, որ ռուս հեղափոխականները անմիջապես ընդօրինակեցին հայերի փորձը և 1904-1905 թվականին սկսվեց ահաբեկչության այնպիսի ալիք, որը բերեց առաջին ռուսական հեղափոխությանը և մի քանի տարի անց երկրորդ հեղափոխությանը, որը արդեն տապալեց ռուսական կայսրությունը։ Հիշեք, ձեզ գրքերում, դասագրքերում դա չեմ պատմել, ոչ հայկական դասագրքերում դա կգտնեք, ոչ բնականաբար ռուսական, բայց առաջին ռուսական հեղափոխությունը 1905 թվականի սկսվել էր Հայաստանում։ Մենք տապալեցինք նաև խորհրդային կայսրությունը։ Արցախյան շարժումով սկսվեց 1988 թվականի այն ազգային ազատագրական ալիքը, որը իր մեջ ներառավ մնացած սովետական գաղութները և 2 տարի անց բերեց Խորհրդային Միության տապալմանը։ Հայերն էին սկսել դա և աշխարհը պետք է շնորհակալ լինի, երախտապարտ լինի Արցախին և արցախահայությանը, գոնը դրա համար։ Մեզ մոտ այդ մասին էլ չեն խոսում։ Դուք նույնպես դասագրքերում դա չեք կարդա։ Բայց մենք ողջ ենք, մենք կենդանի ենք, մենք ինոագենտներս։ Եվ մենք ողջ ենք մնում, որ պատմենք դա, որ դա չմոռացվի։ Եվ հիմա նոր ռուս արքան, վերջինը, Վլադիմիրը։ Ինչու եմ ասում վերջինը, որովհետև Ռուսաստանի առաջին
Կիևյան Ռուսաստանի բնականաբար, որովհետև իրական Ռուսաստանը դա Ուկրաինան է։ Եվ Կիևյան Ռուսիայի առաջին իշխան Վլադիմիրը իր անունը փոխանցեց նաև Ռուսաստանի վերջին իշխանավորին, Վլադիմիր Պուտինին։ Դա հաճախ է պատահում։ Կայսրությունները շրջան են կատարում և ավարտվում են։ Պուտինով կավարտվի ռուսական կայսրությունը։ Եթե ուզում եք օրինակներ ասեմ, Բյուզանդիայի առաջին կայսրը, դա կոչվում էր Արևելյան Հռոմի կայսրություն, Ռոմեա, Կոնստանտինն էր, և իր անունով է անվանվել Կոնստանդնուպոլիսը, այսօրվա Ստամբուլը։ Բայց գիտեք, որ 1453 կարծեմ թվականին, երբ մայիսի 29-ին ընկավ թուրքերի զավթման տակ բյուզանդական կայսրությունը, վերջին կայսրի անունն էր, գիտեք ոնց, Կոնստանտին։ Եթե ավելի խորանանք, Հռոմի հիմնադիրները երկու եղբայրներ են ըստ ավանդույթի, Ռոմուլը և Ռեմը։ Մեկը մյուսին սպանեց։ Ռոմուլը մնաց։ Գիտեք, ինչպես էր վերջին հռոմեական կայսրի անունը, ում սպանեցին Ալարիխի բարբարոսները, վանդալները, Ռոմուլ։ Այդպես որ ոչ մի բան պատահական չէ։ Եվ եթե պատահական չէ դա, պատահական չէ նաև այն, որ Հայաստանի սպանությունը հիմա իրականացվում է Նիկոլի կողմից։ Երրորդ Նիկոլը մեր պատմության մեջ, Փաշինյանը։ Հետաքրքիր է, որ Հայաստանը չկարողացան ոչնչացնել Քոչարյանը, ով շատ էր դա ուզում, Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը։ Ու Հայաստանին հիմա գլխավոր սպառնալիք անգամ ոչ թե Կարապետյանն է, կամ մեկ այլ, լինի դա Արա, ինչպես էր, Աբրահամյանը և ուրիշ ռուս խամաճիկներ, այլ Նիկոլ Փաշինյանը, ով եկավ ժողովրդավարության կարգախոսներով, բայց դեմոկրատիան շատ արագ փոխվեց նրա մոտ դեմագոգիայով։ Եվ հիմա նա ապացուցում է, որ նա ավելի կաթոլիկ է, քան Հռոմի պապը և ավելի ռուսամետ է, քան Քոչարյանը, Սամվել Կարապետյանը։ Ավելին, նա ավելացրեց այդ ռուսամետությանը նաև ադրբեջանամետությունը և նրա կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորն է Ադրբեջանը։ Պատկերացրեք, որ 1915 թվականից հետո, ասենք առաջին հանրապետության մեր հիմնադիր հայրերը Սարդարապատի դաշտում հայտարարեին, որ Թուրքիան է Հայաստանի առաջին հանրապետության գլխավոր հովանավոր, ոչ թե հովանավոր իհարկե, երաշխավորը։ Ծիծաղելի է, չէ, լացելու բան է։ Միջովս թուրքերը պահանջում էին, որ Հայաստանը հռչակի իր անկախությունը Ռուսաստանից։ Ինչևէ, լսում եք այս սիրենան, սա էլ պատահական չի։ Սա ահազանգ է, պատահական թվում է, անջատվեց։ Արթնացեք ժողովուրդ, ես եկել եմ ահազանգելու։ Մենք հիվանդ ենք Երևանյան հիվանդության, որը հոգեբուժարաններում անվանում են Ստոկհոլմյան սինդրոմ։ Ստոկհոլմյան սինդրոմը դա այն է, երբ բռնության զոհը սկսում է ապավինել իր դահիճին, հույս փայփայելով ազատվելու։ Պատկերացրեք մի մարդու, ում զանգահարում են և կիսաշշուկով ասում են, որ 5 օր հետո, 5 օր անց, նրա տունը մտնելու են գիշերը, ջարդելու են, կնոջը բռնաբարելու են, երեխային պատանդ են վերցնելու, տունը այրելու են, մեքենան պայթեցնելու են, բայց նա ոչ մի դեպքում չդիմի ոստիկանություն ու բացատրում է, թե ոստիկանությունը մերն է, ասում են նրան, այլ
վճարի եւ այդ դեպքում եթե նա վճարի ահաբեկիչներին, զանգողներին, ապա նման բան կարող է չլինի, նա կարող է խուսափել դրանից։ Ինչ կաներ նորմալ մարդը, երբ որ լսում է նման սպառնալիք։ Զավեշտալի է, չէ՞։ Բայց մեզ բոլորիս հենց դա է ասում հիմա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ 5 ամիս անց սեպտեմբերին պատերազմ է սկսվելու, եթե դուք իրեն չընտրեք։ Փաստորեն նա ասում է նույնը, մեր տուն են մտնելու, բռնաբարելու են, սպանելու են, հրկիզելու են, այրելու են, գիտենք ինչ կարող են անել, եթե մենք չենք պաշտպանվում։ Բայց ոչ մի դեպքում չդիմեք ոստիկանությանը։ Ասելով ոստիկանությունը նկատի ունի Ռուսաստանը։ Եվ իհարկե մենք իմաստ չունի, որ դիմենք Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին։ Մենք գիտենք, որ իրենք իսկապես ադրբեջանցիների հետ միասին են։ Իրենք էին կանգնած 20 թվականի եւ 23 թվականի այդ ցեղասպանական հարձակումների եւ զավթումների ետևում։ Բայց կա իրական ոստիկանություն, միջազգային, մեր դեպքում դա Եվրամիությունն է, որը էլ չգիտեմ, ձեռքով, ոտքով առաջարկում է իր օգնությունը մեզ, ինչպես օգնում է Ուկրաինային, ինչպես օգնում է Մոլդավիային, ինչպես վերջերս օգնեց Հունգարիային ազատվելու մի այսպիսի ահաբեկչից։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի ուզում անել դա, նա ասում է վճարեք ձեր ձայներով, մի դիմեք ոչ միտեղ, վճարեք ինձ, ես կպայմանավորվեմ բռնաբարողների եւ մարդասպանների հետ, ես իրենց հետ գործարքի եմ, դուք կվստահեք ձեր տան, ձեր երեխաների կյանքը, անվտանգությունը, բռնաբարող, մարդակեր, մարդասպան, ահաբեկիչներին, իհարկե ոչ, իսկ ինչու եք դուք պատրաստ երկիրը, մեր երեխաների ապագան վստահել նրանց, եւ ինչու եք դուք լսում նրանց հետ գործարքի մեջ մտած մեր Նիկոլին, որը անցել է արդեն եւ Քոչարյանին, եւ Սարգսյանին, եւ Կարապետյանին, որտեվ նրանք գոնը մեզ օտարերկրյա գործակալ չէին հայտարարում։ Գիտեք, ինձ ձերբակալում են Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, եղել էր։ Ինձ ձերբակալել էին ավելի շատ նաեւ Նիկոլ Փաշինյանի օրոք, 3 անգամ, վերջին անգամ հենց իմ գրասենյակից։ Օրն էլ շատ լավ հիշում եմ, 2022 թվականի նոյեմբերի 22-ն էր։ Դա Պուտինի այցն էր, եւ այդ օրը ես գրեցի, երբ որ դուրս եկա ոստիկանությունից 4 ժամ անց, որ սա Պուտինի վերջի այցն է Հայաստան։ Առայժմ նա չի վերադարձել, բայց Նիկոլ Փաշինյանը, որը այսօր 3 հայտարարեց, որ մենք, ես օրինակ, ում նա ձերբակալել էր 2022 թվականի նոյեմբերի 22-ին, որովհետև ես պատրաստվում էի գնալ ցույցի եւ մենք մեր կուսակցության գործընկերներով պատրաստեցինք ստվարաթղթից դագաղ, որի վրա գրված էր ՀԱՊԿ, մյուս կողմից ՕԴԿԲ, եւ մենք տանելու էինք հրապարակ թաղում կազմակերպելով ՀԱՊԿ-ի թաղումը 22 թվականի նոյեմբերին, բոլորդ հիշում եք ինչու։ Հենց 22 թվականին եւ հենց նոյեմբերին։ Եվ Նիկոլ Փաշինյանը ոստիկանություն ուղարկեց եւ 2 մեքենայով մեզ 3 հոգուց ձերբակալեցին այդ օրը։ Եվ հիմա 4 տարի անց 2026 թվականի ապրիլին ես լսում եմ, որ Ռուսաստանի դեմ խոսացողը, գործողը, այսինքն Հայաստանի ազգային ազատագրական պայքարի շարքային մարտիկը մեկն էլ ես եմ, օտարերկրյա գործակալ է։ Եվ ես համաձայն եմ, այո, ես օտարերկրյա գործակալ եմ, ինաստրանный agent եմ։ Ու ես երեք հարցնում եմ, տեսնես, իմանամ Նիկոլ Փաշինյանը, որ երկրի ագենտն եմ ես, որ երկրի գործակալը։ Այսօր ես հասկացա, դրա համար էլ անում եմ այս կարճի
հաղորդագրությունս։ Ես Հայաստանի, հավերժ Հայաստանի գործակալ եմ։ Մի երկրում, որը փորձում են Հայաստանի Հանրապետությունից դարձնել կիսա գուբերնիա, կիսա վիլայետ, Արևմտյան Ադրբեջան, որում խոստանում են, որ եթե Փաշինյանը ընտրվի, նա հանելու է սահմանադրությունից անկախության հռչակագիրը, ցեղասպանության ճանաչման հիշատակումը, Արցախի ազատագրման իրավունքը, ազգային ազատագրական պայքարի հիշատակումը, փախստականների վերադարձի և փոխհատուցման իրավունքը, և դա այլևս Հայաստան չէ, դա իսկապես Արևմտյան Ադրբեջան է լինելու։ Եվ այդ արևմտյան Ադրբեջանում ես իսկապես իմ հայրենիքի հավերժ Հայաստանի գործակալ եմ։ Եթե դուք չեք ուզում, որ այս զավեշտը իրականություն դառնա, մտածեք այդ մասին և ճիշտ ընտրություն արեք։ Այսօր այսքանը։ Բաժանորդագրվեք, քանի դեռ մենք ազատ ենք, ազատության մեջ ենք, որպեսզի մենք կարողանանք շարունակել խոսել և մտքեր կիսել ձեզ հետ։ Մաղթում եմ ձեզ լավ օր, լավ շաբաթավերջ, ազատ, անկախ եվրոպական Հայաստան։ Ցտեսություն։